Հարգելի հայրենագիտներ, մայիս 21-ին դեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը, ուր քննարկվեցան շարք կարևոր հարցեր, որոնք կվերապերին մեր պետության ինքնության, պատմական ճշմարտության և ազգային շահերու պահպանման։ Առաջնահերթ կարևորվեցավ մայիս 28-ի անկախության օրվա նշանակության ճշտումը։ Ազգային խորհրդի նախագահ բարոն Արմենակ Աբրահամյան ընդգծեց, թե այս օրը Հայաստանի անկախության օր նկատելը կրնա առաջացնել հետագա շփոթություններ և սխալ մեկնաբանություններ, նկատի ունենալով 1918 թվականի քարտեզներուն շուրջ ձևավորված իրավական հարաբերությունները։ Փաստաթուղթերով և արխիվային վկայություններով Հայաստանի Հանրապետության իրական անկախության օրը պետք է նկատվի մայիս 30-ը։ Նշվեցավ նաև, թե Եվրադեսիլի ընթացքին Սուրբ Երուսաղեմի հայկական թաղամասին հասցեին հնչած վիրավորական արտահայտությունները, որոնց խստիվ դատապարտեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Տիկին Լիդիա Մարգոսյանը, ամբողջովին անընդունելի են և կպահանջեն անհապաղ պաշտոնական հերքում և ներողություն։ Միևնույն ժամանակ շեշտվեցավ հայ համայնքի կարևոր դերակատարությունը Բաղեստի ազատագրական պայքարին մեջ, ինչպես նաև հայերու դեմ իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի արդիականությունը։ Նիստի ընթացքին հաստատվեցան նաև մայիսյան միջոցառումներու կազմակերպման վերաբերող ընթացակարգերը, որոնց ծիրին մեջ նախատեսված է կատարել ձեռնարկներ նվիրված Արևմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվան, Ամերիկայի Միացյալ Նահանգներու կողմէ անկախության ճանաչման տարեդարձի և ազգային ժողովի կազմության։ Գաբահովի պաշտոնական ներկայացուցիչներու մասնակցությունը միջոցառումներու բարձր մակարդակով իրականացումը երաշխավորելու համար։ Նիստը ամփոփվեցավ նախագահ Տիկին Լիդիա Մարգոսյանի եզրափակիչ ելույթով, ուր ան վերահաստատեց մեր պատրաստակամությունը շարունակելու հետևողական պայքարը պատմական ճշմարտության վերականգնման, ազգային ինքնության պահպանման և արդարության հաստատման ուղիով։ Շնորհակալություն։